կոնկրետ կատարված հանցագործության եւ դա եղել է այո որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն։ Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից եւ մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են այսպես ասեմ կազմակերպվել տեղում, բայց կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնացնել մի ոստիկան եւ տարիներ շարունակ այդ ոստիկանին պահպանել այնտեղ։ Բնականաբար կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ process-ներ եւ ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել, թե տեղի համայնքային ոստիկանության բաժնում եւ թե տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել։ Հիմա իմ արձագանքը այդ իրադարձություններին։ Ես, երբ որ կիսամյակը ամփոփում էի Արմավիրի մարզում, Արմավիրի մարզի ոստիկանության աշխատանքը, եթե թվային պատկերով նայեք, ընդհանուր առմամբ, հատկապես քրեական ոստիկանության ասպեկտով, բացահայտվողականության ավելի բարձր տեմպեր ունեինք, աճ ունեինք, վրա հասած հանցագործությունների մեղադրյալ ներգրավված անձանց ցուցանիշի մասով եւս Արմավիրի մարզը բավական լավ դիրքերում է գտնվել հանրապետական մակարդակով, բայց քանի որ ես իմ գործելավոճում շատ թափանցիկ եմ, դուք նկատած կլինեք, եթե չեք նկատել, կարող եք հետևել, որ Արմավիրի մարզի կիսամյակային ամփոփումների շրջանակներում ես հատուկ ուշադրություն եմ դարձրել նրան, որ Արմավիրի մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց։